Միայն 2026 թվականին 7 ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք 8 մահ։ Սա ուղղակի խայտարակություն է։ Ես ուզում եմ դուք ձեր պատկերացումները ներկայացնեք, թե այս ողբերգական իրավիճակը ոնց կարելի է հաղթահարել։ Մի քանի կետերով։ Ես իհարկե հասկանում եմ, որ լուծումը շատ պարզ չէ, պարզունակ չէ, ավելի կոմպլեքս լուծումներ են այստեղ անհրաժեշտ, բայց քանի որ դուք առաջիկայում հավանաբար 1 օր հետո կլինեք պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար, ես ենթադրում եմ, որ դուք ունեք արդեն այդ պատկերացումները, այդ խնդիրները ոնց պետք է հաղթահարվեն։ Եվ այստեղ նաև ես ուզում եմ դուք անպայմանորեն խոսեք քաղաքական պատասխանատվության մասին։ Տեսեք, Ազատ գյուղում ողբերգական 15 մահից հետո նույնիսկ որևէ քաղաքական պատասխանատվության դրվագ չի ֆիքսվել։ Ոչ մի քաղաքական հրաժարական այդ առումով չի եղել։ Եվ այստեղ ես ուզում եմ ձեզ հետ զուգահեռ անցկացնել, ոչ թե հակադրության մասով, այլ ուղղակի երևույթների քննարկման մասով։ Երբ որ նախորդ խորհրդարանում դուք ձեր падգամավորական մանդատը վայր եք դրել, հավանաբար падգամավորին ոչ վայել վարքագծի դրսևորման բերումով, դա քաղաքական դիրքավորում էր, քաղաքական պատասխանատվության դրսևորում էր։ Հիմա երբ հերթը խոսքը հասնում է նրան, որ մենք ունենում ենք զինված ուժերում մահերի դեպքեր, ողբերգական մահերի դեպքեր, այդ դեպքում քաղաքական պատասխանատվության որևէ դրսևորում չի լինում։ Վերջին մահը, որ արձանագրվեց բանակում, Նարեկ Թորոսյանի ողբերգական մահն էր, եւ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ հատկապես առաջին մի քանի օրերին, հետո չգիտեմ համապատասխան հաղորդագրությամբ հանդես եկան թե ոչ, բայց սկզբում ընդհանրապես որևէ դիտարկում այդ առումով չկար, ցավակցական խոսք, արձանագրում, որ նման ողբերգական մահ կա, դա եւս վերաբերմունք է եւ զինծառայողին, եւ նրա ընտանիքին։ Իսկապես կարծում եմ, որ այո, մենք պետք է մտածենք ինչպես կանխարգելել։ Ես իմ հարցը մեծ հաշվով հենց դրա մասին էր։ Ինչ անել, որpիսի մենք ոչ թե հետո այս ողբերգական արձանագրումները անենք, այլ ինչպես կանխել